Պարոն Արուշանյան, նա սոցիալական տան վերաբերյալ ինչքան տևեց շինարարությունը, քանի ընտանիքներ, բանալիներ ստացան եւ ինչպես հասկացա ձեր եւ բնակիչների շփումից, սա միակ ծրագիրը չի, հա, բնակարանաշինության։ Շինարարությունը տևել է մի տարի, մի տարուց էլ մի քիչ 18 ընտանիք ստացան բնակարան, սա մեր 8 տարվա մեջ 60-րդ բնակարաններն էր, որ այս ընթացքում տվել ենք մեր քույրերին, եղբայրներին, սահմանամերձ գյուղերում, Գորիսի համայնքում, առաջիկայում էլ պլանավորում ենք 40 նոր բնակարաններ նորից շինարարությունը, դրա նախագիծը արդեն պատրաստ է եւ պլանավորում է եւս 60-ը, որը նույնպես այս տարի տենդերներ կհայտարարվեն եւ 2026 թվականին Աստծո կամոք կյանքի կոչվեն։ Ինչ միջոցներով են կյանքի կոչվում, համայնքը դերակատարություն ունի։ Միջոցները ես չեմ ուզում մեր շուրջ կառուցենք կամ անհատների շուրջ, Աստծո կամքով է, ինչ լինում է, ես ուղղակի ուզում եմ շնորհակալություն հայտնել Աստծուն, որ հենց մեր միջոցով է կյանքի կոչում նման ծրագրերը եւ բնակիչներին էլ խնդրել եմ, որ որևիցե մահկանացուի շնորհակալություն չասեն, շնորհակալություն հայտնեն Բարձյալին, մեզ ձեւ հնարավորություններ ընձեռելու համար։ Պարոն Արուշանյան, նայում ենք Գորիս քաղաքի բնակչությունը 2020 թվականից սկսած ամեն դեպքում նվազում է, որն է պատճառը։ Չի նվազում, Աստծո կամոք Գորիսը այն քիչ համայնքներից է, որ վերջին տվյալ եմ ասում մի քանի ամսվա 248 բնակիչ ավելացել է ընդհանուր թվականակին, իհարկե իրավիճակը բարդ է, բայց մենք սյունեցի ենք, մենք մեր լեռների պես ամուր ենք, մեր արժեհամակարգում ոչ թե գրպանն է, ֆինանսական միջոցները կամ ավելի լավ պայմանների ինչ որտեղ ապրելը, այլ այս հողն է մեզ կյանք տվել, մենք այդ պարզ ճշմարտությունը գիտակցում ենք եւ այստեղ կարճած ենք մեր հողից եւ այստեղ էլ ապրելու ենք։ Այս հողն է մեզ կյանք տվել, անկախ ամեն ինչից, մենք էլ մեր կյանքը տալու ենք այս հողին։ Պարոն Արուշանյան, այսօր այլ միջոցառումներ եւս տեսանք, ամեն քայլափոխի միջոցառումներ, առաջնություն, փառատոն, սրանք ինչ նպատակ ունեն, արդյոք էլի համայնքային այսպես կյանքը աշխուժացնելուն են միտված, ինչպես նաեւ երիտասարդների ու պատանիների համար նոր հնարավորություն ստեղծելուն։ Մենք շատ միջոցառումներ ենք պլանավորել, մինչ այս էլ ենք շատ ճախակի անում, այս տարի էլ ենք շատ պլանավորել եւ կարծում եմ մեր հայրենակիցները ոչ թե պետք է օտարության մեջ փնտրեն ինչ-որ հետաքրքրություն, այլ կարող են գալ այստեղ իրենց հայրենիքին ծանոթանալ, մեր պատմամշակութային կոթողներին, տեսնել իրենց նախնիները ինչպես են ապրել, հպարտանան դրանով, ոչ թե այդան օտարի նորակառույցները կամ ինչ-որ նոր բաները գովազդեն, այլ ինձ թվում է շատ խելք պետք չէ սպառ ճշմարտությունը հասկանալու համար, թող բոլորն էլ գան այստեղ, մենք հյուրասեր ժողովուրդ ենք, բոլոր պայմանները ստեղծում ենք, որ զբոսաշրջիկների համար լինի հետաքրքիր միջավայր եւ կարծում եմ այսօր Գորիսը արդեն իսկ հասել է դրան, որովհետեւ օրինակելի բազմաթիվ արդյունքներ կան, արդյունքները շոշափելի են, վիզուալ աչքով էլ տեսանելի են, թե ինչպիսի փոփոխություններ կան այս քաղաքում, կարող են գան այստեղ իրենց հանգիստը վայելել եւ կանգնել այն մարդկանց կողքին, ովքեր սահմանամերձ գոտում են ցավոք սրտի այս պահին եւ տան դարպասն են պահում եւ փորձել այս մարդկանց օգնել, այդ գումարները, որը օտար տեղեր են ծախսում, փորձել այստեղ ծախսել ընդամենը։ Շատերը բնակիչներից նշում են, որ իրենք տնակներում են ապրել։ Միկին ասեց 30 տարի տնակում է ապրել, հիմա իրեն այստեղ նաև բնակարան է հատկացվել։ Այսինքն բնակարանաշինության խնդիրներն այստեղ փուլ առ փուլ են լուծվել։ Տեսեք, հիմա գուցե կոռեկտ չի, բայց փակագից մի փոքր բացեմ ու առաջի անգամ եմ բացում լրատվամիջոցների առաջ։ Մեր քաղաքացիները, համակարգացիները տեղյակ են այդ ամեն ինչին։ Ես դեռ շատ տարիներ առաջ որոշում եմ կայացել, որ Աստծո կամքով պետք է այս քաղաքի ղեկավարումը մենք ստանձնենք։ Հենց առաջին այն պատճառով, որ Գորիսում կային տնակներ, դրա մասին բազմիցս խոսվել է եւ ասել ենք մեր համակարգացիներին, թե որն է նպատակը այս ամեն ինչի, որ տնակներում այսուհետ երբևէ մենք բնակիչներ չունենանք, որովհետեւ մեզանում շատերը
ճոխ գեղեցիկ կյանքով են ապրում, ես ուրախ եմ եւ հպարտեմ եւ ցանկանում եմ, որ բոլորը այդպես ապրեն, բայց նաեւ մենք չպետք է մոռանանք, որ ամեն մեկս, ամեն մի հայ, ով ունի հնարավորություն Աստծո կողմից, պետք է գոնե մեկ ընտանիքի կարողանա կյանքի որակ փոխել, եւ մեր տրամաբանության մեջ էս են եղել, որ գորիսում պետք է չլինեն տնակներում բնակվող մարդիկ եւ մենք ամեն գնով հասնելու ենք դրան։ Դրանից հետո կհետեւի են, որ ովքեր բազմազավակ շատ երեխաներ ունեն, համայնքը ավելի լավ պայմաններ կստեղծի, նոր բնակարաններ կնվիրենք, ու տենց։ Ուրախ ու երջանիկ ապրում ենք։ Դուք ասացիք, որ շատ բան ա փոխվել ու մենք դա տեսնում ենք։ Այ ապագա պլաններից բացի բնակարանաշինությունը։ Մենք ամեն տարի մեր համայնքի բյուջեից 3-4 նույնիսկ տարի ենք ունեցել 6 անգամ ավել կապիտալ շինարարություն ենք անում։ Իհարկե ես հասկանում եմ, որ հիմա իմ խոսքս ինչքան բարդ է թվում անկալման համար, բայց Աստծո կամոք ստացվում է, որ հիմա էլ այս պահին բազմաթիվ թաղամասերում շինարարություններ են։ Հերթականությունով սարքում են։ Գորիսը այդին կոնտեքստից ասեմ, դոմիկների ոնց ասում են, մենք ասում ենք միշտ պետքա դառնա Մոնակոն, ոչ թե նկատի ունենք մեր մշակույթը պետքա փոխվի, այլ այնտեղ մարդկանց կյանքի որակը ավելի լավն է, լավ պայմաններում են ապրում, լավ մեքենաներ են վարում, լավ հագնում են, ճոխ են ապրում։ Եվ Գորիս մեր երկիրը առասարակ այդպես պետք է լինի, բայց մենք Գորիսում մեր պատասխանատվության գոտին էստեղ է եւ Աստծո կամոք կհասնենք այդ ցանկալի արդյունքին, որ մեր բնակիչները ճիշտ արժեհամակարգով կապրեն, ճոխ ու շղայտ կյանքով կապրեն։ Եվ նաև շուրմուտում բարձր ծրագիր այսինքն նաև համայնքային համաչափ զարգացման տեսանկյունից միայն Գորիսում են ներդրումներ։ Չէ, իհարկե ոչ։ Մենք տեսեք Գորիսում ձեզ եթե թվում էր թե այդ կենտրոնական փողոցները որ տեսել եք ամենագեղեցիկ այդտեղը, ոչ։ Մենք սկզբունք ունենք որտեղ գրած, որ ծայրամասային թաղամասերն են էլ ավելի լավ սարքվում։ Մեր գյուղերում են բազմաթիվ խնդիրներ լուծվում եւ պետք է քաղաքի կենտրոնի բնակչի կյանքի որակը չտարբերվի գյուղում բնակվող մարդու կյանքի որակից։ Նույն սկզբունքներով պետք է լինեն ամեն ինչ։ Եվ ոչ միայն Շուռնուխում, Որոտանում, Սահմանամերձ, Ներքին Խնձորեսկում եւ տարբեր եւ համայնքը ներդրում ունի բնակարաններ շինելու եւ կառավարությունը եւ համահայկական հիմնադրամը բոլոր Սահմանամերձ գյուղերում էլ գրեթե այս պահին ունենք որ բնակարաններ շնորհակալություն եղել են։ Կրակոցների կապված վերջին շրջան ինչ կարող եք Եվ մենք ուղիղ եթերում ենք եւ կրակոցների հետ կապված հակառակորդը վերջին շրջանում Սյունիքի համայնքների ուղղությամբ ակտիվացել է այս մասով ինչ կարող եք նաեւ Շնորհակալություն հարցի համար ես իմ կարծիք ունեմ այդ հարցի շուրջ նախ ներողություն որ բառս ես եմ օգտագործում փողոցում կա մի հասկացողություն օդ կրակող մարդկանց դիտարկում են ամենացածր պերսոնի ոչ մի բան հիմա մեր թշնամին ոչ թե հակառակորդ ձեզ բոլորիդ եմ կոչանում որ բոլոր մեզ հակառակորդ չդիմեք թշնամի ասեք թշնամին հիմա օդ է կրակում Եթե օդ է կրակում անլուրջ պետք է նայենք եւ ես հորդորում եմ բոլոր լրատվամիջոցներին, խնդրում եմ, որ այդ ձև չձևակերպենք։ Գիտեմ, ես վերջի անգամ 3-4 եմ այնտեղ եղել, հավաստիացնում եմ, որ ոչ մի երեխա, ոչ մի ծեր, ոչ մի կին, ոչ մի տղամարդ չկա այդպիսի մթնոլորտ, որ վախի մթնոլորտ է։ Ես որպես հայ մարդ ամանչում եմ, որ լրատվամիջոցները այդ ձև են ընդհանրում, որ Օրինակ այս գյուղում կրակոցներ կա, մարդիկ վախենում են, ումից ենք վախենում։ Մենք արմեններ ենք, մենք ոնց կարանք վախենանք առհասարակ։ Մարդիկ չեն վախենում, բայց նաև հասցեական է, որտեվ փամփուշտներ են էլի մարդիկ իրենց տներից հավաքել։ Փամփուշտ է էլի, եսի միշի։ Նորմալ է էլի։ Վախեցնի սյունեցին։ Մենք ես ավելին ասեմ, ես ինքս այդ նույն ուխտը ունեմ արած իմ բազմաթիվ ընկերների եղբայրների հետ, մենք երթում ունենք, որ Ցանկացած իրավիճակում մենք մնալու ենք միջև վերջ, այս հողին ենք մեր կյանքը տալու եւ այստեղից մենք չենք դուրս գալու։ Ինչպես որ ցավով եմ ասում, հայը ամենաուժեղ կորիզը, ամենաուժեղ կռվող կորիզը չղեկավարեցին եւ այդ մարդիկ չկռվեցին, այլ մենք կարծում եմ ազգովի պետք է ամանչենք, որ գնացին գերի հանձնվեցին, փոխանակ ամեն մեկը մի ուղղությամբ գնար իր կյանքը տար հերոսաբար
կռվեին։ Պարոն Արուշանյան, տնտեսական հարց եմ ուզում տալ, առաջ երբ Արցախը կար, Գորիսը նաև այլ տնտեսական նշանակություն ուներ։ Ճիշտ է։ Աշխատատեղերը հիմա ամենակարևորն են, որ մարդիկ համայնքից չգնան։ Ինչպես է բավարարում աշխատատեղերը, ինչ նոր աշխատատեղեր են սպասվում։ Աշխատատեղերի խնդիր առհասարակ համայնքում չկա, ինչքան աշխատող մարդ կա, այդքան իմացեք որ պահանջարկ կա։ Նախ շատ մեծ ռեսուրս է համայնքի այս ծրագրերը, որոնք կան, հարյուրավոր մարդիկ են աշխատում։ Տարբեր ծրագրեր կան, որ գյուղեր տանող ճանապարհներ են վերանորոգվում ազգային կառավարման նախարարության կողմից։ Այսինքն բոլոր կամպանիաները, այստեղ շինարարական բոլոր կամպանիաները այս պահին գործուն են։ Դրանից բացի նոր արտադրություններ են հիմնվում։ Մենք շեշտը դրել ենք գյուղատնտեսության վրա, ոչ թե միայն մեր շեշտը զբոսաշրջությունն է այս պահին Գորիսում, նաև տեղում արտադրությունների վրա ենք դրել եւ կան արդյունքներ։ Տեղական ապրանք արտադրությունները գյուղատնտեսական բրենդավորում են եւ փորձում ենք դա շուկա անել եւ համայնքն է նաեւ այդ իր ռեսուրսը ներդնում, որպեսզի ել ավելի շատ պրոպագանդվի եւ ինչ որ արդյունքի հասնեն մեր տեղացիները։